Տիկին Մանուկյան, այսօր եւս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա է նախաձեռնել, նախաձեռնությանը միացել են նաեւ մյուս քաղաքական ուժերը։ Ինչ եք պահանջում, կոնկրետ որն է ձեր պահանջը, երկու ընտրատեղամասերում վերաքվյարկություն ընթանա, թե ամբողջովին անվավեր ճանաչվի ընտրության արդյունքները եւ նոր քվյարկության գնան քաղաքացիները, որն է ձեր պահանջը։ Մեր պահանջը այն է, որ հայրենիքի գողերը նաեւ չդառնան ձայնագողեր, որովհետեւ այս պահին բոլորի աչքի առաջ իշխանությունները գողանում են մեր հայրենակիցների քվեն, կեղծում են ընտրությունները, որովհետև իրենց օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի այդ 3/5-ը ապահովեն ազգային ժողովում, ու որքան էլ իրենք փորձում են ներկայացնել, որ շատ մեծ հաղթանակ են տոնել հունիսի 7-ին, բայց իրականությունը բոլորովին այլ է, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ խախտումների գնով են կարողացել այդ ձայները իրենց համար ապահովել, բայց միևնույն է իրենց բաղձալի արդյունքը իրենք չեն ստացել եւ օրինակ չեն կարողանում Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջով այստեղ որոշակի գործողությունները իրականացնեն, սահմանադրություն փոխեն եւ դրանից բխող մնացած բոլոր հետևանքներով։ Այսինքն շատ երերուն է իրենց կարգավիճակը անգամ այս պարագայում։ Հետևաբար ամեն ինչ անում են, որպեսզի Բարգավաճ Հայաստանին դուրս մղեն ազգային ժողովից։ Եթե հիշում եք, հենց հունիսի 7 լույս 8-ի գիշերը արդեն իրենք նշեցին, որ Բարգավաճ Հայաստանը 4%-ի շեմը անցնում է, բայց մեկ էլ վաղ առավոտյան այդ 4%-ը չգիտես ինչ հրաշքով, ինչ որ Վան Գոգի կամ այլ նկարիչների հայտնի այդ վրձնի մեկ հարվածով դարձավ 3.996, թե ինչ այսպիսի մի թիվ էին արել, համենայն դեպս այնպես արեցին, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չանցնի ազգային ժողով։ Հետո տեսան, որ հնարավոր չէ, որովհետև նաև մեր հետևողականության արդյունքում մենք հայտնաբերեցինք այդ պակասող ձայները, որ պարզապես ուղղակի մուտք չէին արել համակարգ, եթե ավելի բառերն իրենց անուններով ասենք, ապա կեղծել էին եւ զրոյացրել էին Բարգավաճ Հայաստանի ձայները, արդեն հիմա այլ եւ այլ ինչ որ ճանապարհներ են, մանիպուլյացիաներ, մախինացիաներ, ինչ որ այսպես բաներ են իրենք խնդրում, զարտուղի ճանապարհներ։ Տեսակ, որ 3 դատարանը այդուհանդերձ նաև մերժեց Բարգավաճ Հայաստանի 2 բողոքները։ Մենք ակնկալում էինք, որ դատարանը պետք է կայացներ օրենքով սահմանված որոշում, բայց դատարանը այլ ճանապարհ ընտրեց եւ կայացրեց նիկոլական որոշում, ցավոք սրտի, այդուհանդերձ ինչ որ տեղ ամեն դեպքում թողեց եւ այսպես ոչ թե պարտադրանքի ձևով, այլ խորհրդի կարգով ասաց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդուհանդերձ անվավեր ճանաչելուց հետո նաեւ պարտավոր է վերաքվյարկություն իրականացնել։ Թե հիմա ինչ կանի Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից եւ նորաթուխ նկարիչ Վահագն Հովակիմյանը քիչ անց արդեն պարզ կդառնա։ Մի բան էլ նշեմ, որ ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք շատ ավելի բազմամարդ ենք, տեսնում ենք, որ տարբեր քաղաքական միավորների, անհատ քաղաքացիներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են այստեղ։ Նախորդ անգամ շատ ավելի քիչ թվով էինք եւ ես ինքս կոչ արեցի, որ գան միանան, որովհետեւ եկել է ընդդիմության միասնական գործելու ժամանակը եւ ուրախ եմ, որ այսօր այդ չեմ ասում իմ կոչին, բայց այդ ուղերձը շատերի մոտ արձագանք է գտել եւ հիմա այստեղ շատ հարազատ նաեւ դեմքեր են տեսնում։ Հիմա դուք պայքարում եք պակասող ձայները վերականգնելու համար, որովհետեւ նշեցիք, որ տարբեր ընտրախախտումներ են եղել, սահմանադրական մեծամասնություն չի կազմում ԿՓ-ն, սա էր ձեզ համար հաղթանակը։ Սրա համար էիք պայքարում։ Մենք պայքարում ենք, որպեսզի ընտրողի քվեն չգողացվի եւ իրացվի։ Առաջին հերթին մենք դրա համար ենք պայքարում։ Քանի որ եթե քաղաքացին գնացել է ընտրատեղամաս եւ իր ձայնը տվել է կոնկրետ քաղաքական ուժի, ապա այդ ձայնը պետք է իրացվի եւ չփոշիացվի, նախ դրա համար։ Երկրորդ հերթին մենք պայքարում ենք, որպեսզի ընտրախախտում տեղի չունենա, որովհետեւ եթե իրենք այսպիսի ապօրինի որոշումներով քաղաքական կոնկրետ միավորի զրկում են, որ նա անցնի խորհրդարան,
նաև խորհրդարանի ամբողջ պատկերը եւ պայքարի հետագա տրամաբանությունն է խախտվում։ Դրա համար են պայքարում։ Իսկ եթե ավելի գլոբալ առումով եք ուզում տեղեկանալ, թե մենք ինչ ենք անելու, այո, մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի օր առաջ ձերբազատվենք այս թուրք ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններից։ Եվ ընտրությունների արդյունքները մեզ բոլորովին էլ չի հիասթափեցնում, չի կաշկանդում, հետ քայլի ճանապարհ մեզ չի թողնում, որովհետև այլընտրանք չկա։ Այլընտրանքը հայրենիքի կորուստն է։ Եթե լիներ այլընտրանք, եթե մենք հետ քայլ անելու տեղ ունենայինք, գուցե ինչ որ այլ բաների մասին մտածենք, որ անկեղծ ասեմ, լավ ուրիշ չէ, որ մենք այս պայքարի մեջ ենք մտել եւ տուն, տեղ, ընտանիք, հարազատներ, առողջություն, նյարդեր, ամեն ինչ դրել ենք մի կողմ եւ լծվել ենք այս պայքարին։ Պարզապես կրկնում եմ, այլընտրանք չունենք, որովհետեւ դրված է Հայաստանի լինել չլինելու հարցը եւ մենք չենք ուզում, որ մեր հայրենիքը վաճառածները, մեզնից մեր հայրենիքը գողացածները այժմ գողանան նաեւ ընտրողի քվեն։ Տիկին Մանուկյան, օրերս նաև ձեր բնակարանում իրավապահ համակարգը խոզարկություն իրականացրեց, ես կխնդրեմ գործի շրջանակներից ինչքանով որ հնարավոր է մանրամասներ ներկայացնեք, ինչ կարող եք, ինչ տեղեկություններ կարող եք մեզ հայտնել։ Այս պահին դեռևս այլ որևէ զարգացում չկա, իմ կարգավիճակում որևէ փոփոխություն չկա, արգրավել էին որոշակի տեխնիկական միջոցներ, դրանք դեռևս չեն վերադարձրել, տեղեկություն էլ չունեմ անգամ կվերադարձնեն, երբ կվերադարձնեն, չել հետաքրքրում թե անկեղծ։ Գործի նյութերից կարող եմ ասել, որ եթե այն ժամանակ փաստաբանները նշում էին, որ իրականում ձեզ հայտնի այդ գործը լրտեսություն, այսպես հայ ասացուր ձևակերպումներով այդ գործը իր մեջ որևէ բովանդակություն չէր պարունակում եւ մարդիկ ինչ որ տեղ կարող են նաեւ թերահավատորեն մոտենային, որ լավ հնարավոր է, որ ընդհանրապես որևէ բան չլինի եւ դրա հիման վրա կալանավորեն Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին, հետո արդեն նաև կան մեր բնակարան խոզարկության։ Հիմա արդեն գործի նյութերին ծանոթ լինելով, իհարկե մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետև նախաքննության գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն եմ ես տվել, պարզապես մեկ նախադասություն կարող եմ ասել, որ եղանակի տեսությունը իր մեջ ավելի շատ բովանդակություն է պարունակում, քան այս սին, փուչ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարված քրեական գործը։ Իսկ դուք մտավախություն ունեք, որ կկալանավորվեք, պատրաստ եք դրան, կալանավորվելուն պատրաստ եք դուք։ Այս պայքարի մեջ մտած յուրաքանչյուր անհատ կարծում եմ, որ շատ վաղուց պատրաստ է յուրաքանչյուր զարգացման։ Այնպես որ ոչինչ բացառել հնարավոր չէ եւ ոչ մեկ երաշխավորված չէ, որ իր հետևից էլ չեն գալու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է լկտյանում, ավելի է կատաղում, ավելի է գորգորում, ավելի է նյարդային դառնում, մանավանդ կրկնում եմ իր բաղձալի արդյունքները չի ստացել այս ընտրություններով, հետևաբար ամեն ինչ հնարավոր է եւ մենք չգիտենք, օրինակ այսօր առավոտյան այդ մարդը ինչ տրամադրությամբ է արթնացել կամ ինչ բժշկական միջամտությունների է դիմել իր առողջությունը վերականգնելու համար, հետևաբար չգիտենք նաեւ թե ինչ ապօրինի հրահանգներ է իջեցնելու իր համար։ Շնորհակալ ենք։